Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում լարվածությունը հասնում է իր գագաթնակետին, երբ Կարենը վերջապես բաց քարտեր է բացում Մագդայի առաջ կամ գոնե ձևացնում է, թե բացում է։ Կարենը Մագդային ասում է մի նախադասություն, որը բառացիորեն տակնու վրա է անում նրա աշխարհը՝ «Դու այն մարդը չես, ում ներկայանում ես, ու քո ամբողջ կյանքը սուտ է»։ Այս խոսքերը պարզապես մեղադրանք չեն, դրանք հաշվարկված հարված են ուղղված Մագդայի ինքնությանը։ Կարենը շատ լավ գիտի, որ Մագդայի ամենացավոտ կետն իր անցյալն է, իր ընտանիքի պատմությունը, Լանայի շուրջ կուտակված գաղտնիքները։ Իհարկե, դեռ Մագդան չգիտի, թե ինչ է թաքնված իր պատմության հետևում, չգիտի, թե իսկապես ով է Լանան, ով է իր համար Արշակը և ինչպես է հայտնվել Արշակի կողքին։ Նա հավատացած է, որ Արշակի փոքրիկ քույրն է, ում Արշակը ուղղակի պաշտում է։ Մագդան շոկի մեջ է, նրա ներսում արդեն վաղուց կասկածներ կային, որ Լանան այն չէր, ինչ ներկայանում էր, բայց որ իր կյանքն էլ է սուտ ու կեղծիք, չէր էլ պատկերացնում։ Լանայի պահվածքը, նրա կտրուկ փոփոխությունները, Արշակի անվստահությունը նրա մոտ կասկածներ են առաջացնում հատկապես Լանայի զանգից հետո։ Եվ հիմա Կարենը գալիս է ու ասում, որ ոչ միայն Լանան է ստում, այլ ամբողջ իր կյանքն է կառուցված կեղծ հիմքերի վրա։ Կարենը ակնարկում է նաև, որ Լանան էլ այն մարդը չէ, ում ձևացնում է։ Սա նշանակում է, որ նա պատրաստվում է օգտագործել Լանայի ամենամեծ գաղտնիքը՝ Մագդայի մայր լինելու փաստը։ Բայց Կարենը ճշմարտությունը չի ասում հանուն արդարության, նա ասում է, որպեսզի կոտրի, վերահսկի և իրեն ենթարկի։ Մյուս կողմից Լանան, հասկանալով վտանգի չափն, առաջին անգամ առանց խաղերի ու կիսատ խոսքերի դիմում է Մագդային։ Նա ասում է հեռու մնա Կարենից, նա վտանգավոր է։ Բայց խնդիրն այն է, որ Լանան չափազանց ուշ է սկսել ճշմարտացի լինել։ Տարիներ շարունակ նա թաքցրել է ամենակարևորը, և հիմա, երբ խոսում է վտանգի մասին, Մագդայի համար դժվար է հավատալ։ Մագդան կանգնած է երկընտրանքի առաջ՝ վստահել Լանային, որն իրենից թաքցրել է ճշմարտությունը, թե լսել Կարենին, որը գուցե ստում է, բայց գոնե խոստանում է ասել ամբողջ ճշմարտությունը։ Այդ պատճառով էլ Մագդան որոշում է հանդիպել Կարենին։ Սա պարզապես ռոմանտիկ հանդիպում չէ, սա առերեսում է։ Նա որոշել է վերջապես պարզել, ով է Լանան իրականում, ինչու է Կարենն այսքան վստահ խոսում և ինչ է նշանակում «քո կյանքը սուտ է»։ Բայց այստեղ ամենամեծ հարցն է՝ արդյոք Կարենը կասի ճշմարտությունը։ Կարենն այն կերպարը չէ, ով ամբողջ ճշմարտությունն է բացահայտում միանգամից։ Նա կարող է ասել միայն այնքան, որքան իրեն է պետք։ Հնարավոր է նա պատմի ճշմարտության մի հատված, խեղաթյուրելով մյուս կողմը։ Կարող է ասել, որ Լանան իրեն օգտագործել է, որ Արշակը գիտեր ինչ-որ բան, որ Մագդան ընդամենը գործիք է եղել ինչ-որ մեծ խաղում։ Եթե նա բացահայտի, որ Լանան Մագդայի մայրն է, դա կարող է պայթյուն առաջացնել։ Մագդան կզգա, որ ամբողջ կյանքում խաբված է եղել։ Նա կարող է հեռանալ թե Լանայից, թե Արշակից։ Իսկ հենց դա էլ կարող է լինել Կարենի իրական նպատակը՝ մեկուսացնել Մագդային բոլորից։ Միևնույն ժամանակ Նորոն ու Արշակը սկսում են հասկանալ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ Հատկապես Նորոն, տեսնելով ծաղիկները, բնականաբար խանդի տեսարան է սարքում ու Էդոյին պատմում ամեն ինչ, բայց նրանք դեռ չգիտեն, թե ով է գաղտնի երկրպագուն։ Երբ որ իմանան Կարենն է, բնականաբար ամեն ինչ կձեռնարկեն, որ Մագդան զգուշանա, բայց Մագդան դեռ ոչ ոքի չի ասում, թե ով է նա։ Առաջիկա սերիաները լինելու են հոգեբանական առումով ամենածանրերից։ Մագդան ճշմարտություն է փնտրում, բայց գուցե գտնի միայն նոր սուտ։ Լանան փորձում է փրկել դստերը, բայց կորցրել նրա վստահությունը։ Կարենը խաղում է վտանգավոր խաղ, որտեղ մարդկային կյանքերն ընդամենը խաղաքարտեր են։ Եվ ամենակարևոր հարցը մնում է բաց՝ երբ ճշմարտությունը վերջապես կբացահայտվի, կկարողանա Մագդան իմանալ այն ճշմարտությանը, որը շատ շուտով նրա համար ակնհայտ կլինի։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում Կարենը վերջապես կասի Լանային և Մագդային ճշմարտությունը։
Մագդան ճշմարտությունն իմանալուց հետո ինչպես կվարվի Լաննայի ու հատկապես Արշակի հետ, ով նրան պահել ու մեծացրել է հարազատ քրոջ նման: Եվ վերջապես, ո՞վ է Արշակը Մագդայի համար, ինչպես է Մագդան հայտնվել Արշակի մոտ: Այս և այլ հարցերի պատասխանները կստանաք շատ շուտով, այնպես որ բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը: Շատ շուտով հետաքրքիր նոր տեսանյութեր են սպասվում, որտեղ մենք կբացահայտենք ամենահետաքրքիրը: Կիմանաք, թե ով է Լաննան Արշակի համար, ինչպես է Մագդան հայտնվել այդ տանը և ինչու է Արշակը Մագդային մեծացրել: Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին, մեկնաբանեք, կիսվեք և իհարկե եղեք տեղեկացված: